Հա, Գև ջան։ Բարև Ռիս ջան, ոնց ես։ Բարև ցավը տանեմ, լավ, դու։ Լավ, ապեր մի հատ բան հարցնեմ, դու խիչ ես։ Ես իմ Գև։ Մի օր գելի։ Պարոն Ուրիխանյան, ձեր անունն ընդգրկված է ազգային ժողովի ների ցանկում։ Տեղյակ եք, չէ՞։ Ինչ ասել է ազգային ժողովի հեշտ։ Նրանք մի քանիսն են, շատ չեն։ Ես ուզում եմ, որ դու հաղթես ոտ։ Ինչն էր պատճառը, որ դուք այդքան Ինչու էր ինքն ինձ ասում։ Ինչու եք դուք այդքան եղել Դուք միշտ։ ուզում եք ասել ես ես Եթե երազանքս իրականանա ու ես քեզ։ Ես գալու եմ ստեղ տուն կառուցեմ ու ապրեմ քեզ հետ այս ջրի ափին։ Ես ինձ։ Հա, քեզ։ Որտեղ եք ձեր ամառային հանգիստը անցկացնում։ Չեմ որոշել դեռ, Ինչու դեռ։ Որտե դեռ մեջ եմ։ Ես վերջերս շատ եմ գուցե դրա մասին խոսում, բայց ես անընդհատ ասում եմ, որ ես սկսել եմ կորցնել իմ ունակությունը։ Ոչինչ ինձ չի Վատը լավ։ վատը, հատկապես վատը, ցավոք սրտի։ Չեք ազգային ժողովը պարոն Սահակյան լրագրողներին Բնականաբար ամեն ինչն էլ եմ, որովհետև դա տարիներ շարունակ հիմնարար իմ աշխատանքն է եղել եւ լրագրողներին եւ պատգամավորներին։ Սիրելով ինքը շատ երկար չի մտածում այդ հետևանքների մասին։ Այսինքն լալուց շատ երկար չի մտածում դրա մասին։ Հետևանքների մասին։ Բացարձակ այդպես չի։ Դառնում են, թե ծնվում են, դժվար է ասել, որովհետև չի պատասխանել վերջո մի կարևոր հարցի, դա արհեստ է, թե արվեստ։ Էս ինչ է ստացվում, որ այստեղ նստած որոշ էշ, որոնք իրենց հրճակում են ինչ-որ անդիմություն։ Ռիբ, գիտես, այսօր մեր ընկերներից շատերի ծննդյան օրն է։ Արի հարցնենք իրենց օրը։ Ինքը նեղված է, նեղված լինելու իրավունք ունի, որովհետև մի քիչ մոտիկից է ծանոթացել իմ ո**ի հետ։ Մի օր առաքսյային հանկարծակի բռնացրեցի միայն Քսենյակում եւ այսի գիտես ես ուզում եմ քեզ համար Դժվար է ակտից բողոքող քաղաքացուն համոզել, որ այդ ակտը կայացվել է օրենքի հիման վրա։ Դրա համար ես իրենց կոչ եմ անում ցանկացած ներդրում անպայման Սփյուռքի նախարարության հետ քննարկեն, որպեսզի մենք նրանց ուղղորդենք, ճիշտ իրավաբանական օգնություն ցույց տանք, որ նրանց որևէ Հայաստանում մեկը չգտնվի, ներողություն եմ խնդրում բարիս համար, նման բան չլինի։ Դուք ձեզ այսօր համարում եք։ Ոչ։ Ինչու։ Դե ինձ համար այլ հասկացողություն է, ինձ համար ավելի շատ շոու բիզնեսի, այսպես ասած, երգիչներ, դերասաններ եւ այլն, գիտության մեջ որն է, ես մի քիչ դա չեմ պատկերացնում։ Դուք հաճույք ինչից եք ստանում։ Լուց, էդ անեք։ Այսինքն իմ որ ես ունեմ, դա ձեռքբերովի չի։ Մարդիկ կան իրենց ձեռք են բերում։ Ցանկացա ներկել տիեզերքը մեծ, որպեսզի ես էլ կոչվեմ բանաստեղծ, բայց դու մազերից կարճող ինձ անվանեցիր տիեզերք ներկող։ Սիրում եք։ Սիրում եմ, բայց ժամանակը գիտի երբ։ Իսկ ժամանակը երբ է։ Երբ որ տանից դուրս չեմ գալիս։ Հասկանալի է։ Այսօր համարենք դուք տանն եք։ Ես ասեմ ձեզ, որ ես եմ այն տղամարդկանց, ովքեր որևէ անելիք եւ ասելիք այլևս չունեն իրենց կյանքում եւ քաղաքականության մեջ եւ իրենց մնացել է միայն անդրադառնալ կանանց հագուկապին, սաներվածքին։ Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական ցավոք սրտի դեռ երկաթից չէ։